Ողջույն, ես Այդա Բաղիրյանն եմ, սովորում եմ Հարավային դպրոցի 5-1 դասարանում։ Մենք մաթեմատիկա առարկայից անցել ենք շատ թեմաներ, բայց ինձ ամենից շատը դուր է եկել ճանապարհ ժամանակ արագություն թեման։ Այսօր կլուծենք երկու խնդիր, բայց միջ խնդրին անցնելը պետք է իմանանք և ծանոթանանք թեմային։ Ճանապարհը անվանում ենք S տառով, արագությունը անվանում ենք V տառով, իսկ ժամանակը անվանում ենք T տառով։ V արագությունն է, օրինակ կիլոմետր/ժամ կամ մետր/վայրկյան։ S անցած ճանապարհն է, օրինակ կիլոմետր կամ մետր։ T ծախսված ժամանակն է, օրինակ ժամ, րոպե կամ վայրկյան։ Ճանապարհը գտնելու համար պետք է արագությունը բազմապատկենք ժամանակով։ Ժամանակը գտնելու համար պետք է ճանապարհը բաժանենք արագությունի։ Իսկ արագությունը գտնելու համար պետք է ճանապարհը բաժանենք ժամանակի։ Դե ինչ, իսկ հիմա եկենք լուծենք խնդիրները։ Ինքնաթիռը քանի կիլոմետր կթռչի 5 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 460 կմ/ժ է։ Ահա, այս դեպքում պետք է գտնենք ճանապարհ թռչելու ինքնաթիռը 5 ժամում 460 կմ/ժ արագությունով։ Խնդրում մենք ունենք արագությունը և ժամանակը։ Պետք է գտնենք ճանապարհը։ Ճանապարհը գտնելու համար պետք է արագությունը բազմապատկենք ժամանակին։ Այս դեպքում 460 անգամ 5, որն էլ հավասար է 2300 կմ։ Պատասխան՝ 2300 կմ։ Անցնենք մյուս խնդրին։ Հաշվիր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարհը 8 ժամում, իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 30 կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը 15 կմ/ժ-ով ավելի արագ։ Խնդրից հասկացանք, որ մեքենան ընթացել է 30 կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը 30 գումարած 15, որն էլ հավասար է 45 կմ/ժ։ Ունենք արագությունը և ժամանակը, պետք է գտնենք անցած ճանապարհը։ 8 ժամում գնացքը կանցնի 45 անգամ 8 անելով կստանանք ճանապարհը, որն էլ հավասար է 360 կմ։ Իսկ ավտոմեքենայի անցած ճանապարհը գտնելու համար պետք է 30-ը բազմապատկենք 8-ով, որն էլ հավասար է 240 կմ։ Ահա գտանք գնացքի և ավտոմեքենայի անցած ճանապարհը։ Պատասխան՝ 360 կմ և 240 կմ։ Ահա և վերջ, խնդիրները արդեն լուծված են։ Ցտեսություն։